Ողջույն բոլոր ֆուտբոլասերներին, այսօր հունվարի 28-ն է շնորհավոր բանակի տոնը, այն տղաներին, ովքեր ծառայել են, ծառայում են շնորհակալություն եւ այն տղաներին, ովքեր այս պահին սահմանին են համբերություն եւ ամենալավ բաները։ Մենք եթերում ենք, Արտուր, դու գիտեմ ծառայել ես, շնորհավոր հատուկ քեզ։ Շնորհակալություն, այո, եւ ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին բոլորին, ովքեր որ ծառայել են, ծառայում են այս պահին ամենակարևորը եւ իհարկե նաեւ շնորհավոր բոլոր այդ ծառայողների ընտանիքներին, մասնավորապես մայրերին, որ այդպես հերոս տղաներ են տալիս մեր հայոց բանակին։ Այո, այսքան տոնի մասին իհարկե մենք ընթացքում կշնորհավորենք մեր Սել ռադիոն կնդիրներին, բայց ունենք այսօր ֆուտբոլային եթեր, հիշեցնեմ մեր գործընկերն է Vivaro ընկերությունը, կատարում են խաղադրույքներ հաճույքի համար, այսօր մենք ունենք Vivaro 5 րոպեն Աֆրիկայի գավաթ ունենք, առաջնություններ ունենք, մենք ունենք Իսպանիայի գավաթ, Իտալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, որոնց մասին միանշանակ խոսելու ենք եւ ունենք նորություններ, թե հայկական ֆուտբոլից, ֆուտզալի հավաքականը ինչ որ հրաշքներ է կատարում եւ իհարկե Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ տրանսֆերներ են արել, արդեն փոխեցին թիմերը, նաեւ այդ մասին խոսենք։ Մենք չունենք, հա, Վիկտորինայի հաղթող, ինչպես հասկացա, Վիկտորինայի հաղթող չունենք, փոխարենն այսօր ունենք Վիկտորինա եւ այսօրվա Վիկտորինան կարող եմ արդեն ասել, Ֆրանսիայի առաջնություն երևի այս ինչքան որ հիշում եմ մի անգամ են արել Լիոնի խաղ եւ որոշեցինք այս անգամ եւս անենք, քանի որ կենտրոնական հանդիպումներ մնացած այլ առաջնություններում կարծես թե չկար, միակ կենտրոնական այստեղ է Paris Saint-Germain Monaco, առաջի տեղի համար պայքար, Paris Saint-Germain-ը երրորդ տեղում է գտնվում, Մոնակոն առաջի եւ շատ հետաքրքիր կլինի այստեղ գուշակություն անելը։ Զանգահարեք եւ գուշակեք հաշիվ։ Paris Saint-Germain Monaco իդեպ անցյալ տարի հիշում ես Paris Saint-Germain-ը ժամանակից շուտ 30 միավոր էր, չէ՞, առաջանցը թե մոտավորապես այդքան, հա։ Եվ արդեն մարտից փետրվարից չեմպիոն էր երևի։ Հենց հետաքրքիր է Իբրահիմովիչը գնաց, թիմը այն Paris Saint-Germain-ը չի։ Իսկ Մոնակոն էլ վերջին տարիներին ինչ բավական ներդրումներ են եղել, միշտ հավակնում է մրցանակային տեղերին, մասնակցում է Եվրոպայի լիգաներին, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի լիգային։ Այս տարի հետաքրքիր է Ֆրանսիայի առաջնությունը, կարող ենք փաստել, այո, չնայած Ֆրանսիայի առաջնությունը իհարկե մի քիչ սիրահարի հարց է, ոչ բոլորն են սիրում այդ ֆուտբոլը, բայց այնտեղ էլ մրցակցություն լինում է, հիշում ես, երբ Լիոնի այդ երկարամյա թագավորությունը ավարտվեց եւ հետո արդեն Paris Saint-Germain-ը ոտքի կանգնեց մի տարի այդ միջև վերջ այլո այդ մրցավազքը շարունակվում էր։ Լավ, դե մենք ունենանք Vivaro 5 րոպե խոսենք այդ խաղի մասին, բայց ինձ համար ամենահետաքրքիրը մենք 3 շաբթի օրը մեր հյուրի հետ այստեղ քննարկում էինք Ռեալը կանցնի թե չէ, ես վստահ եմ որ կանցնի, չնայած միակ կասկածը որ դա գավաթ է, իսկ Ռեալը վերջի տարիներին գավաթից դուրս է մնում։ Արի ու տես որ Սելտան ոչ միայն Բարսելոնային է վատություններ անում, հիմա էլ նաև Ռեալին արեց։ Արտուր խաղը դիտել ես բնականաբար, ինձ ամենահետաքրքիրը քո օբյեկտիվ կարծիքն է։ Դե Ռեալը կարծես ոչ թե Սելտան նրան հաղթեց, այլ ինքն իրեն պարտության մատնեց, հենց թեկուզ եւ առաջի խաղով անհաջող հանդես եկավ, պատասխան խաղում էլ այն Ռեալը չէր, որը օրինակ ասեմ Վոլսբուրգի խաղը, հիշեցնեմ Չեմպիոնների լիգայում երբ նորից զիջում էր հաշվի մեջ կարողացավ առաջ մղել թիմին եւ անցնել հաջորդ փուլ, այս անգամ չեղավ տարբեր պատճառներով եւ ես ինչքան էլ լինելով երկրպագու հավատում էի, մյուս կողմից էլ կարող ենք նաեւ ասել, որ Ռեալը այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում, դա սկսվեց մի քանի խաղ առաջ, բոլորս էլ գիտենք, կապված հենց թեկուզ առաջատարի Քրիստիանո Ռոնալդոյի վատ խաղից մնացած բոլորը վատ են խաղում այս պահին։ Ինչպես ես գնահատում Ռոնալդոյի խաղը այդ խաղում դարձավ գոլի հեղինակ, բայց նաև վրիպեց, չէ՞, լավ դրվագներից։ Այո, ընդհանուր ոչ միայն Ռոնալդոն, այո, Ռոնալդոյի մոտ չի ստացվում, բայց կարող է ստացվել մյուսների մոտ նույնպես չի ստացվում։ Կան 1-2 ֆուտբոլիստներ, ովքեր իրենց խաղամակարդակին են, մնացածը կարծես չեն կարողանում խաղալ։ Նաև կա այո այդ հոգնածությունը, Գարեթ Բեյլի բացակայությունը, այդ պաստայինի նստարանը կարճացել է Ռեալի վերջերս։ Նաև պետք է ասենք, որ ձմեռային տրանսֆերային պատվանի ժամանակ Ռեալը նոր ֆուտբոլիստներ չգնեց, որը պետք է աներ, գոնե 1-2 հոգի բերեր թիմ ուժեղացներ,
Եվ Զիդանը գտավ, թե այդքանը հերիք է, բայց արյոտես այս երկար մրցաշրջանում պետք է նաև ֆուտբոլիստներ։ Ամեն դեպքում գավաթից դուրս մնալը ինձ թվում է դրական կազդի նաև այն իմաստով, որ ավելի կենտրոնանա Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի վրա, մասնավորապես Իսպանիայի առաջնության, որովհետեւ Չեմպիոնների լիգան արդեն հաղթել են եւ Զիդանի ինձ թվում է գերնպատակն է նաև Իսպանիայի առաջնությունում հաղթանակ տանի վերջապես, որպեսզի կարողանա ավելի ամրապնդի իր մարշչական գործունեությունը թիմում։ Հետաքրքիրն այն է, որ ես խաղի ժամանակ հիշում եմ, որ դու ասում էիր Դանիելոն է թե խաղապարտվելու է։ Այո, ինչպես որ եղավ։ Այո, այդպես էլ եղավ։ Մյուս խաղում Բարսելոնան 5-2 հաշվով հաղթեց Ռեալ Սոսեդադին, այնտեղ էլ հետաքրքիր խաղ ստացվեց գոլ առատ, Սուարեսները լավ աչքի ընկան, եւ Բարսելոնան անցավ հաջորդ փուլ, Բարսելոնա, Սելտա, Ատլետիկո Մադրիդ 4 թիմ կհիշեցնես Արտուր ով էր։ Բարսելոնա, Սելտա, Ատլետիկո Մադրիդ եւ 4-րդ թիմը հիմա մի րոպե ես կասեմ, որ կոնկրետ ասեմ, Ալավես, այո, որը խաղա Սելտայի հետ արդեն, Ատլետիկո Մադրիդը խաղա Բարսելոնայի հետ, ամսի 2-ին այդ խաղը տեղի ունենալու եւ ամսի 3-ին Սելտա Վիգո Ալավես։ Ապաստորեն ստացվում է ֆավորիտ երկու թիմերը իրար հետ կխաղան եւ շատ հավանական է, որ եզրափակիչ դուրս գան Ատլետիկոն ու Սելտան։ Իսկ մյուս առաջնությունների գավաթի մասին խոսենք գովասից հետո։ Радио Ван. Реклама на Радио Ван. Нас слушают красивые. Կազմակերպությանը անհրաժեշտ են օնլայն խաղավարուհիներ, ֆիքսված բարձր աշխատավարձ եւ բոնուսներ։ Մանրամասների համար զանգահարել 044 00 2020 հեռախոսահամարով։ Для рекламы звоните 540002. Ռադիոֆուտբոլ։ Ողջ ֆուտբոլային կյանքը այստեղ է։ Ողջ ֆուտբոլային կյանքը ռադիովանի ուղիղ եթերում մենք խոսում ենք գավաթի խաղերի մասին։ Իտալիայում Յուվենտուսը հաղթեց Միլանին եւ նույնպես հետաքրքիր խաղ ստացվեց։ Ինձ թվում է Արտուր դու այդ խաղն ես դիտել։ Յուվենտուսի խաղը անկեղծ ասեմ, ոչ այդ խաղը չեմ դիտել, բայց եթե ես խաղը չեմ դիտում, միանշանակ դիտում եմ երկար обзор, այսպես ասեմ, տեսությունը ֆուտբոլի։ Դե Յուվենտուսը պետք է անցներ, քանի որ նաև ես էի խաղադրույք արել Յուվենտուսի օգտին։ Միլանն էլ իր հերթին շատ անկայուն ֆուտբոլ է խաղում։ Դա էլ նաև օգնեց Յուվենտուսին, որպեսզի Յուվենտուսը հաղթի։ Միլանը կարծես մեկ ասում ենք թե արդեն առաջ է գնացել այն Միլանը, մեկ էլ նորից սկսում է հիշեցնել այն հին Միլանը, որը պարտությունների շարք էր։ Որտե մեր անցանից Իսպան Իտալիայի գավաթ միշտ գնաց ողջունենք այգին, շնորհավոր տոնը։ Շնորհավորում ենք։ Յուվենտուսը անցավ եւ Նապոլին հաղթեց Ֆիորենտինային, Նապոլին անցավ հաջորդ փուլ։ Յուվենտուս Նապոլի կլինի, նրանք անցան եւ Անգլիայից էլ կխոսենք։ Հայք մենք 3 շաբթի օրը մեր Վիկտորինան անցկացնում ենք հենց Real Celta, Արտուրը դրել էր որ Ռեալն անցնել է հաջորդ փուլ, ես ուզում էի դնել, բայց ինչ որ ված զգացողություն ունեցա, չդրեցի։ Ես էլ ուզում դնել Ռեալը չի անցնի։ Չի անցնի, մենք ուզում ենք դնենք անցնի։ Չէ, ես ուզում եմ Սելտան կանցնի, այդ օրը Միլանն էր, կամ որ Միլանն էլ կհաղթի։ Թե չէ, Յուվենտուս Միլանն էր, չէ՞ օրը։ Այո։ Միլանը հաղթեց։ Ոչ, Յուվենտուսը ուզում դնել, 2-1 հաղթեց Յուվենտուսը։ Ցավոքսատը չհասցրեցի ուղակի, այդպես էլ եղավ, բայց մյուս օրը ես Բարսելոնայի վրա խաղադրույք կատարեցի, որ 2.5-ից շատ գոլ կլինի։ Եվ դա գոնե դա հաղթեց։ Ռեալը շատ անսպասելիորեն լքեց 2 տարի անընդմեջ գավաթը, այս 3 տարի անընդմեջ նախորդ տարի Չերշևի այդ դրանից առաջ ինչ որ մի հատ շատ ախմախ թիմի արդեն անունն էլ չեմ հիշում, Արտուր Երևիկը հիշես, հա, որ թիմից էր։ Չէ, ինչ որ 3-րդ դիվիզիոնի թիմից էր, չէ, Ռեալը։ Այո, բայց ճիշտն ասած անունը, բայց դա շատ վաղուց էր։ Չէ, դա կարծեմ հենց 3 տարի առաջ էր, Արտուր, ես քեզ փոխանցում եմ։ Չէ, չեմ ուզում։ Համակարգիչների փոխանակում է տեղի ունենում։ Լավ, Անգլիայում Manchester United-ը պարտվեց Hull City-ին, բայց անցավ հաջորդ փուլ Ժոզե Մորինյոն չընդունեց իր պարտությունը։ Ասես չենք պարտվել մենք։ Հենց ես չեմ ընդունում, որ մենք պարտվել ենք։ Էն էլ ծնունդի սորով։ Իսկ դա էր պատճառը, որ չպետք է
պարտվեին, երևի տղաներս առաջ կային նվիրել իրականում Մորինյոին։ Անգլիայում ինչ հետաքրքիր այլ խաղեր եղան գավաթի շրջանակներում։ Լիվերպուլը պարտվեց։ Եվ Լիվերպուլի այս վերջին ամիսը շատ կարելի ասել անհաջող է ստացվում։ Լիվերպուլը հետաքրքիր է, որ համ Անգլիայի լիգայի գավաթումը վատ հանդես գալիս, համ էլ գավաթ իմջելուց դա լիգայի գավաթներ, իմ արդեն գավաթում նորից Սաութհեմփթոնի հետ պետք է։ Ինչքան որ հիշում եմ, միգուցե սխալվում եմ, հիմա կճիշտ եմ։ Մենք այսօր կնշենք, այսօր իհարկե եւ վաղը Անգլիայում գավաթի խաղեր են լինելու, հենց Անգլիայի գավաթի, ոչ թե լիգայի գավաթի խաղեր, եւ իհարկե weekend-ին մենք չենք տեսնի Premier League-ի խաղեր, շատերը միգուցե գիտեին, որ բայց ոչ։ Ես ասեմ, արդեն գավաթի խաղարկությունում Southampton-ը կխաղա Arsenal-ի հետ, իսկ Liverpool-ը կխաղա Wolverhampton-ի հետ։ Գոնը նրանց չպարտվեն, իդեպ Wolverhampton-ի երկրպագու է համարվում, Հայկ քեզի գիտություն, Led Zeppelin խմբի երգիչ Ռոբերտ Պլանտը, որը այդ խմբի երկրպագու է, իսկ Անգլիայում լիգայի գավաթ մոլի երկրպագուները այլ ձև են անվանում, նրանք հիմնականում դա ասում են Mickey Mouse-ի գավաթ, որովհետև այսինքն մի քիչ ոչ լուրջ առաջնություն է, այո, բայց միևնույն է մարդադաշտերը լցնում։ Առաջնության երկրպագուները միշտ սիրում են ասել, որ քանի որ Անգլիայում դե 4 հատ մրցաշար են խաղում թիմերը, դրա համար իրենք հաճախ հոգնում են եւ պարտվում են Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում։ Դա Սերոպն է ասում։ Դա ես ոչ միայն Սերոպից եմ դա ասում։ Ես էլ եմ այդ Դե երբ որ այլ փաստարկներ չկան բացատրելու թե խեն անգլիական թիմերը Եվրոպայի լիգայում վատ խաղում, խեն միշտ գրեթե Բայց քանի տարի են վատ խաղում։ Խեն գրեթե միշտ Վերջի 10 տարին երևի որ Եվրոպայի լիգայում, վերջի 10 տարին մրցաշարերում։ Բայց նայ որ վերջին տարիներին նայ անգլիական թիմերը քանի անգամ են դարձել չեմպիոն։ Մենք ասում ենք միջին մակարդակի մասին, որը համեմատվում է միջին թիմերի արդյունքներով։ Միջին թիմերը իսպանական հաղթում են Չեմպիոնների լիգան, չասենք, Եվրոպայի լիգայում, Սևիլիա, Ատլետիկո Մադրիդ, լավ են հանդես գալի այդ թիմերը, Ատլետիկ Բիլբաոն եւ այլն։ Բայց Եվրոպայի լիգան մի քանի տարի չհաղթեց Չելսին։ Անգլիական, այո, Չելսին, լավը Բարսելոնան չհաղթեց։ Ինչ կասեին, եթե Անգլիայի չեմպիոնը հաղթեր մյուս տարի, եթե Իսպանիայի չեմպիոնը մյուս տարի լիգա Եվրոպայի լիգայում խաղար, կասեին այդ ինչ առաջնությունն է, որ Դե կոնկրետ Բարսելոնան անցյալ տարի ոչի բան չհաղթեց։ Չեմպիոնների լիգայի հաղթողը դուրս է գալիս Եվրոպայի լիգայում։ Ավելի լավ է Եվրոպայի լիգա, քան Այսինքն եթե Անգլիայի գավաթը հոգնեցնում է թիմերին ու նրանք վատն է խաղում եվրոպական գավաթներում, ուրեմն նրանց մարզիչները եւ թիմերը բավականին վատ են հաշվարկել։ Ոչ մի անգլիական մարզիչի չեմ լսել, որ ինքը ասի, դե Եվրոպայի լիգան կամ Չեմպիոնների լիգան մեր համար նվազ կարևոր է, մենք հոգնած ենք, մենք խաղում ենք Անգլիայի գավաթում, դրա պատճառով մենք վատ խաղացինք։ Չէ, իրանք բոլորն էլ ձգտում են, Տոտենհեմն էլ է շատ ձգտում լավ խաղալ Եվրոպայի լիգայում, բայց ես կարծում եմ, որ իսպանական թիմերը այս բանին ավելի ուժեղ են։ Ես կարծում եմ, որ անգլիական թիմերի համար Անգլիայի չեմպիոնությունը ավելի կարևոր է, քան Եվրոպայի գավաթը։ Անգլիայի չեմպիոնության համար քանի թիմ է պայքարում։ Այս պահին նվազագույն 6։ Այս պահին առաջնության կեսն է նոր ավարտվել, հա, այդ պայքար չի։ 6 թիմ այս պահին Ռեալ հավակնորդ է։ Այո, բայց միջին մակարդակի թիմերի մասին Իսպանիայում քանի թիմ է հավակնում 2։ Հա, 3 թիմ է դարձել վերջի տարիներին չեմպիոն, Անգլիայում այնպես չի, որ 15 թիմ դարձել է, հա, չեմպիոն։ Իրանք էլ են Big 4 հասկացություն կա, որ փոշոր 4, հա, Լեստերը մի անգամ դարավ հիանալի արդյունք է, հիմա Ռեալ Սոսիեդադն էլ 80 թվին է դարել։ Դա մենք անընդհատ խոսում ենք Անգլիայի առաջնությունը ուժեղ է թե չէ, ամեն մարդ իր կարծիքն եք ունի, իմ կարծիքով միանշանակ իսպանականից ուժեղ է։ Ուղղակի եթե հիշում ես մի ժամանակ թեկուզ վերջերս Լիվերպուլը եւ Չելսին մինչեւ Չեմպիոնների լիգայի դուրս էին գալի 1-4, իսկ եզրափակիչ ինչքան հիշում եմ խաղում էին, չէ, իրար հետ։ Երբ որ իրար հետ խաղում էին, մարդիկ ասում են տեսեք ինչ ուժեղ է։ Անգլիան չեն կարող ընդհանրապես։ Այն ժամանակ Անգլիան ուժեղ էր եւ ոչ մեկ չէր ասում։ Նույն Անգլիայի լիգա էլ կար, ամեն ինչ էլ կար այն ժամանակ։ Եվ ասում են տեսեք Կիսայեզրափակիչում 3 անգլիական թիմ է խաղում։ Համ իրանց մոտ են խաղում, համ Չեմպիոնների լիգան։ Հիմա ասում են դե տեսեք մենք հոգնել ենք, դրա համար վատ է խաղում։ Հիմա Սելտան հաղթում է Ռեալին, ոչ մեկ չի ասում, տեսեք ինչ ուժեղ առաջություն է, որտեղ Սելտան կարող է Ռեալին հաղթի։ Ասում են տեսեք Ռեալը ինչ վատ խաղաց։ Այո, գավաթում կարող է հաղթել Չեմպիոնների լիգա, Լա լիգայում երբեք Սելտան չի դառնա հաղթող։ Ինչի՞։ Երեք անցյալ տարի դու կարող էիր ասել որ Լեսթերը կդառնա Անգլիան հավատում եմ որ կարող է նման բան լինել։ Ես այս տարի հավատում որ Տոտենհեմը կարող է դառնալ, այս տարի հավատում եմ։ Այո, ցանկացած տարի ցանկացածին կարող է դառնալ, բայց սովորաբար դառնում է կամ United-ը կամ City-ն կամ Chelsea։ Arsenal-ը չի դառնում էլի, կամ Arsenal-ը, որ սաղի
կարծիքով ուժեղ թիմ է անգլիական, բայց որ ուժեղը քիչ 4-րդ տեղից չի բարձրանում այս 10 տարի կամ 3-րդ տեղից։ Որտեղ Անգլիա առաջնությունը այնքան ուժեղ է, որ չի կարողանում բարձրանալ։ Լավ, մենք Իսպանիան այնքան ուժեղ է, որ սա անգլիական չեմպիոններին հաղթում են Իսպանիայի։ Մենք խոսացինք Անգլիայի գավաթի այս weekend-ի խաղեր, ունենք նաև Իսպանիայի առաջնություն, որի մասին Այո, Իսպանիայի առաջնություն, որտեղ ունենք Իտալիայի առաջնություն։ Երկու թիմ է իհարկե։ Հիմա 3 թիմ, որը ոչ մեկ չի ասում, որ Սևիլյան հիմա երկրորդ տեղով է, մի միավոր պակաս ունի։ Սա ասում է Սևիլյան։ Դե գիտես ինչի չենք ասում, որովհետև դա շատ կարճաժամկետ է։ Չէ, որտեղ շատերը կարծր տիպերով են ապրում ֆուտբոլային։ Ոչ, որտեղ մենք գիտենք, որ Ռեալը կամ Բարսելոնան այս տարի չեմպիոն դառնալու։ Ոնց գիտենք, որտեղ է գրած դա։ Հայք ինչ որ այսօր ագրեսիվ է զգացում քեզ մոտ։ Ես ուղղակի չեմ սիրում, որ ֆուտբոլային կարծր տիպերով են ապրում, եթե իտալական թիմը ուրեմն կատենա։ Ամեն մարդ ունի իր կարծիքը հայտնելու, իր իրավունքը հայտնել եւ այն բոլոր մարդիկ ովքեր ասում են, որ այո, Անգլիա առաջնությունը ուժեղագույն է։ Ես իմ կարծիքն եմ ասում, ես ոչ մեկի կարծիքը չեմ։ Այն մարդիկ ովքեր ասում են Անգլիայի առաջնությունը ուժեղագույն է, իրավունք ունեն այդպիսի կարծիք ունենալու եւ ինձ համար նույնպես Պրեմիեր լիգան իրավունքից չեմ զրկում, ես իմ կարծիքն եմ ասում, ես կարծիքի վերաբերյալ դա է։ Բայց ճիշտը մի հատ է վերջում։ Այո։ Լավ, Իտալիայում այսօր Լացիան կխաղա Կիևոյի հետ, Ինտերը Պեսկարայի հետ, Արտուրի սիրած Ինտերը։ Այն որ իտալիական առաջնությունը սաղը գիտենք, ոչ մեկ չի վիճարկում դա։ Իսպանիայում այսօր Ատլետիկո Մադրիդը արտագնա խաղում կխաղա Ալավեսի հետ։ Ալավեսը ոնց որ պատրաստվի, հա։ Ալավեսը բասկյան թիմ է իդեպ։ Եվ Սելտան, որը Ռեալին հաղթեց, Լեգանեսի հետ կխաղա, դա այսօրվա խաղերն են։ Մենք այսուհետ առանձնակի խաղը չեն։ Սելտայի խաղերը կլուսաբանենք։ Սելտան, հիանա, շուտով գիտես, չէ, Ռեալը հանդիպելու է Սելտային Էլի Բալայդոս մարզադաշտում, արդեն առաջնության շրջանակներում, եւ իստում է Սևիլիայի, Բարսելոնայի երկրպագուները սպասում են այդ խաղին, որ Ռեալը հնարավոր է այս վիճակում։ Ես էլ եմ Կորցնի սպասում։ միավորներ։ Ռեալի վիճակը է, թե մի փոքր խոսենք, խիավատ։ Առաջինը իրոք ֆիզիկապես օգնած է, եւ երկրորդը Զիդանը դրա մասին նշեց, ահավոր մեծ կորուստներ ունեն, չէ՞։ Շատ ուժեղ վնասվածքներ կան ֆուտբոլիստների մոտ եւ առանցքային մի քանի ֆուտբոլիստ չեն խաղում, Սելտայի հետ չխաղացին։ Ամենամեծ կորուստը Ռոնալդոյի կորուստն է, որը խաղում է, բայց չի խաղում։ Ես անցած հաղորդմանը ասացի Հայկ, հիմա էլ կկրկնեմ, որ սա ֆուտբոլային թիմը ընդհանրապես նման է ու մանավանդ նման թիմերը, գրանտ թիմերը նման են մարդու, ով ժամանակ առ ժամանակ հիվանդանում է, հետո լավանում է, դա ուզում եմ ասեմ նորմալ process է։ Եվ կարծեմ այս անգամ շատ կարճ է հիվանդացել Ռեալը եւ Արտուրիս որպես Ռեալի երկրպագու չես կարծում, որ այդ 40 խաղը ինչ որտեղ Բարսելոնայի ռեկորդը գերազանցելու ավելավ էր մի քիչ այսպես ասած ավելի հանգիստ գնալ, բայց գավաթից դուրս չմնալ, որտեղ մի քիչ ուժերը ինձ թվում է հավասար չբաշխեցին։ Չէ, չեմ կարծում, ամեն ինչ նորմալ է, այն նաև Ձեզ գավաթը պետք չէր։ Չէ, ոչ թե պետք չէր, այլ պետք էր, իհարկե պետք էր, բայց նաև հասկանում ենք, որ այդպես էլ է լինում եւ դեմ չենք գավաթը կորցնելով վերցնենք օրինակ Իսպանիա առաջնությունն ու Չեմպիոնների լիգան։ Լավ, իսկ Իսպանիայում կարևորագույն նման չենք ուզում ամեն ինչ մերը լինի։ Դուք համեստ եք։ Եվ Իսպանիայի առաջնությունում վաղն է շատ հետաքրքիր օր, այնտեղ օրը կսկսվի շատ շուտ, ժամը 15:00-ից։ Մեր ժամով։ Այո, Բետիսը քա Բարսելոնայում, հետաքրքիր է որքան շուտ, այնտեղ ժամը 10-12-ն է ստացվում ցերեկվա, այդ ժամին արդեն ֆուտբոլ է խաղալու։ Այո, Էսպանյոլը տանը կխաղա Սևիլիայից, սա հետաքրքիր խաղ է, Սևիլիան գիտենք Ռեալին հետապնդում է, Ատլետիկո Բիլբաո Քիխոն եւ Ռեալ Մադրիդը կխաղա Ռեալ Սոսեդադի հետ տանը։ Բայց հաշվելով տանը վերջերս վստահ չի խաղում Ռեալի, Սոսեդադը բավականին լավ թիմ է, որ հատկապես 5 գոլ Բարսելոնային ընդունելուց հետո 5 գոլ Բարսելոնայի Սոսեդադը լավ չի խաղում, երբ հյուրընկալվում է։ Բայց Սոսեդադի ղեկավարում է Ռեալի Բարսելոնայի նախկին սանը, Բարսելոնայի խաղացող, որը իհարկե շատ այդ կրեատիվ ֆուտբոլ է, հա, սովորացնում ֆուտբոլիստներին։ Իհարկե Ռեալի հետ միշտ դժվար է Սանտիագո Բեռնաբեուին, բայց իստում է կարող է անակնկալ գրանցվել Մալագան ոնց խաղաց Ռեալի հետ։ Դե տեսնենք։ Իրականում Ռեալը հաղթեց, կարևոր արդյունքն է, եթե Ռեալը սայթակի եւ Սևիլիան անցնի, բայց Սևիլիային է դժվար խաղացել։ Ռեալը էլ տեղ չունի սայթակելու։ Ասեմ իմանա։ Սևիլիային բարդ խաղացվածում Բետիսը այնպես չէ որ հանձնվելու է միանգամից Բարսային, բայց վստահ եմ որ Բարսան կհաղթի այս։ Մի խոսքով այսօր տոնում ենք բանակի օրը երեկոյան ուրախանում ենք, վաղը նստում ենք ֆուտբոլ ենք դիտում, բայց այս պայն գովազդ ենք լսում։ Գնացինք։ Մենք խոսել ֆուտբոլի մասին, արդեն կսկսենք ընդունել հեռախոսազանգերը, նաև ասենք ինչ այլ խաղեր կան, հիշեցնենք այսօր հարցնում ենք Paris Saint-Germain Monaco խաղի արդյունքը, իսկ Իտալիայում վաղվա խաղերից հետաքրքիր բան Երևի ասենք Գերմանիա, Sassuolo Juventus խաղը։ Այո։
Գերմանիայում դե Բավարիայի հետևից են ընկել Լեյպցիգը եւ Այնտրախտը, երևի առաջի հայացքից բավականին զարմանալի, հա, մրցակիցներ են։ Դորտմունդը խաղում է շատ անկայուն, այս պահին նույնիսկ Չեմպիոնների լիգայի քառյակում չէ, բայց ինձ թվում է դա ընթացքում կուղվի։ Ադրիան Ռամոսը իդեպ տեղափոխվեց Չինաստան Բորուսիայից եւ Հերտան է 6-րդ տեղում։ Տեսնենք ինչ խաղեր են մեզ սպասվում Բունդեսլիգայում։ Լեյպցիգը խաղ Հոֆենհայմի հետ, դա շատ հետաքրքիր հանդիպում է, որտեղ քառյակի թիմեր են իրար հետ խաղում, Հոֆենհայմը 4-րդ տեղում է։ Bayer Borussia Mönchengladbach, Mainz Dortmund եւ Werder խաղա Բավարիայի հետ։ Mainz Dortmund արդեն վաղը կլինի։ Mainz Dortmund-ը այո, արդեն վաղը տեղի կունենա։ Անցնենք այլ առաջնություն, թե սկսենք զանգեր ընդունել։ Զանգ ընդունենք, հետո ընդունենք եւ ընթացքում նորություններին էլ ծանոթացնենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Մուրազի Այգյան։ Մուրազի, վաղուց չենք խոսացել Մուրազի հետ, բարի օր։ Լսում ենք ձեզ։ Փորձում եմ ճիշտ ասած դժվար է։ Ասենք Մուրազ, մենք սկսել ենք ժամը անց 20-ից ընդունել զանգեր, մինչ այդ պահը չենք ընդունում ուղղակի, մի քիչ ֆորմատը փոխվել է։ Դրա համար փորձեք 14:20-ից հետո զանգահարել եւ մենք բոլոր զանգերը կփորձենք ընդունել։ Լսում ենք ձեզ։ Paris Saint-Germain, Մոնակո, այո։ 1-2։ 1-2 Մոնակոն Փարիզում կհաղթի։ Այո։ Հետաքրքիր։ Այո։ Շատ լավ Մուրազ, գրանցեցինք, շնորհակալություն։ Մոնակոն գիտենք պատկանում է ռուս միլիարդատիրոջը, Ռիբոլովլևին։ Դա ուղղակի Իմիջելոց։ Որիկինը նրա հետ երկար դատվում էր փողերի համար։ Գայել Անդոնյանը, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը, տեղափոխվեց Հունաստան վերջապես, որովհետև Ֆրանսիան վերջի տարիներին նրա կայարան չէր ստացվում, նա կարելի ասել Մարսելում տեղ չգտավ, հետո տեղափոխվեց այլ լիգայի վերադարձավ, նա հանդես է գալու Վերիա թիմում, որը հունական սուպերլիգայում է հանդես գալիս։ Գոնե տենց։ Դե հուսանք այնտեղ կխաղա եւ իհարկե եւս լավ նորություն կա, էլի հունական ափերից, Էգեյան ափերից Մարկոս Պիզելին նույնպես տեղափոխվեց Հունաստան։ Այսօր պարզ դարձավ, որ հանդես է գալու 25 համարի տակ։ Իսկ որ թիմ Նույնպես Սուպերլիգայի թիմ էր 20 թիմ, այո։ 20-ում 25 համար։ Եվ 20-ին ոնց որ թե երյակում է, հա, ընթանում երկրորդ տեղով ոնց որ պետք է ճշտել։ Երյակի մեջ է գնում։ Կարևորը նրանք ունենան խաղային պրակտիկա, խաղան, որտեղ ինձ թվում է նույնիսկ եթե Հունաստանի Սուպերլիգայում ես խաղում ոչ լավագույն թիմում, այնպես չէ որ երաշխավորված է տեղը, չէ։ Մեկնարկային կազմում, թե Պիզելի համար թե տարիքն է արդեն գիտենք ֆիզիկապես ամենաամուր ֆուտբոլիստը չեն, ամենաուժեղը չէ, ամենահարագաշարժը չէ։ Եվ իհարկե Անդոնյանն էլ, եթե խաղը արտակարգ կլինի։ Իսկ Կամո Հովանեսյանը տեղափոխվել է բելարուսական Տորպեդո Բելազ։ Մի խոսքով այսպես հետաքրքիր ռոտացիաներ են լինում։ Իսկ մեկ հետաքրքիր նորություն, շատ ուրախալի, որը հայկական ֆուտբոլում վերջի ժամանակներում քիչելում Հայաստանի ֆուտզալի առաջնությունը Լատվիայում ընթացող մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Եվրոպայի ֆուտզալի առաջնությունում։ Այո։ Եվ 3-րդը տարավ արդեն։ Այո։ Լատվիային էլ հաղթեց։ Ոյ, ներողություն, երկրորդը ներողություն։ Առաջի խաղում հաղթել էին գերմանացիներին։ Ես մի քիչ վռազեցի եւ այո։ Դե ոչինչ, դա դա ճիշտ է ասել, հույսով ենք։ Ես երկրորդ խաղում Էստոնիայի։ Երկրորդն էլ Էստոնիային հաղթեցին, Լատվիան դե խաղի տանտերերն են եւ այս պահին ունեն 4 միավոր, չգիտեմ, ճիշտ ասած, մի խաղ հաղթել են, մի խաղ ոչ ոքի են խաղացել։ Ֆուտզալում ինչքան գիտեմ նույնպես 3-1 միավոր են տալիս, հա, հաղթանակի ոչ ոքի համար։ Մերոնք ունեն 6, բայց վերջի խաղում իրար հետ են խաղում։ Իսկ մեկ թիմ է դուրս գալիս խմբից։ Այսինքն թե Լատվիան հաղթի, նա է դուրս գալու, դա ոնց որ չեմպիոնության համար, խմբում չեմպիոնության համար խաղը լինելու։ Մենք իհարկե հետևում ենք, հիանալի է որ նման արդյունքներ ունենք, բոլոր դեպքերում։ Մեզ ոչ ոքին է ձեռք կտա։ Մեզ ոչ ոքին է ձեռք կտա։ Նշենք որ Գերմանիան դա ֆուտզալի Գերմանիան, ֆուտբոլի Գերմանիան չէ։ Նա նոր է կազմավորվել հավաքական, իհարկե պետք է ուրախանալ բան, բայց եկեք գնահատենք մեր մրցակիցների ուժն էլ։ Գերմանիան դա ֆուտզալում մոտավորապես երևի Ղազախստանի հավաքականի նման է սովորական ֆուտբոլում, մեծ ֆուտբոլում։ Դրա համար լավ կլինի նաև իսկական գերմանացիներին ֆուտբոլում մեկ-մեկ գոնե չջախջախենք։ Այո։ 56-001 մեր հեռախոսամարն է, մենք ունենք հեռախոսան։ Ունենք իհարկե, ունենք, ընդունեցինք։ Ալո։ Ալո։ Ողջույն։
Ողջույն Վերաջան, բարև։ Ողջունում ենք ձեզ։ Արմեն, դուք ծառայել եք հայոց բանակում։ Ես ռուսական բանակում եմ։ Լավ, ձեզ էլ ենք Սովետական, թե ռուսական։ Սովետական։ Մեր մեկ ընդհանուր հայրենիքի բանակում նախ։ Ես շնորհավորում եմ մեր հայկական բանակի։ Միանում ենք շնորհավորանքներին։ Բոլորիդ շնորհավորում եմ, որտեղ մեր բանակը բաներից սկսած միջև զինվորներից։ Եվ կանայք էլ իհարկե աջակցում են, ամրապնդում են, եւ կանայք էլ են շատերը ծառայում։ Այո։ Լսում ենք ձեզ Արմեն։ Ձեր կարծիքը PSG Մոնակո։ PSG-ի դաշտն է։ PSG-ի դաշտը Փարիզում 3 Parc միավոր des Princes, պակաս ունի PSG-ն, եթե հաղթի կարող է հավասարվել։ 1-1 կվե։ 1-1 գրանցեցինք, շնորհակալություն Արմեն։ Հաջողություն PSG-ի հարցակվողը լավագույն ռմբարկուն է այս պայն Էդիսոն Կավանի 20 գոլ է խփել։ Այո, Իբրահիմովիչը տեղը ազատեց։ Այո, մի քիչ արդեն։ Քանի նրանք իրար հետ էին խաղում, ստվերում էր Կավանին։ Հենց գնաց։ Բայց երբ որ տեսնում եմ ինչ պայթ չի օգտագործում Կավանին մի տեսակ փետ Ես ֆուտբոլիստ։ հիշում եմ Իգուայինին միշտ։ Այո։ Նրանք շատ ուժեղ ռմբարկուններ են, բայց 10-ից 1-ն է կարևոր խաղերում հա ինչ որ Համաձայն եմ։ Թույլ թիմերին են։ Հայաստանի հավաքական ազգերի լիգայում կմեկնարկի 4 դիվիզիոնից, սա հետաքրքիր լուր է, 2018 թվականի աշնանը կմեկնարկի UEFA-ի ազգերի լիգան, որին կմասնակցեն UEFA-ի անդամ 55 երկրների հավաքականները։ Վերջնական կազմը պարզ կլինի այս տարվա նոյեմբերի 15-ին, երբ կավարտվի 2018 թվականի աշխարհահռչության ընտրական փուլն ու մայրցամաքային հավաքականների վարկանիշային աղյուսակը կստանա իր վերջնական տեսք։ Հայաստանի հավաքականը հանդես կգա 4 դիվիզիոնում։ Ազգերի լիգայի խաղարկությունում UEFA-ի անդամ 55 հավաքականներ կբաժանվեն 4 դիվիզիոնի, որոնց հաղթողները կնվաճեն Եվրո 2020-ի ուղեգիր։ Պատկերացնում եք ինչա տեղի ունենում, դա ռեֆորմներից մեկն է։ Այո, Եվրոպայի հավաքականների վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի առնվել 2014 թվականի աշխարհի առաջնության, 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ու եզրափակիչ փուլերի, ինչպես նաև 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերի արդյունքները։ Արագ ասեմ, թե որ հավաքականները որ լիգաներում են, լիգա A-ում է Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա։ Պատկերացնում եք, B լիգան սկսում է Հոլանդիան, Ռուսաստան, Իսլանդիա, Հունգարիա, Ուելս, Բոսնիա, Շվեդիա, Հունաստան, Սլովակիա, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա։ Երրորդ լիգան ցեն Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա, Չեխիա, Թուրքիա, Ալբանիա, Դանիա, Մոնտենեգրո, Սերբիա, Բուլղարիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Լիտվա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա։ Եվ վերջինում մենք ենք Էստոնիան, Բելարուսը, Վրաստանը, Լատվիան, Ֆարոյան կղզիները, Ղազախստանը, Մոլդովան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մալթան, Սան Մարինոն եւ Ջիբրալթարը։ Եվ այսպիսով մենք վերջին խմբում ենք, որտեղ ամենաթույլ հավաքականներն են։ Մենք այնտեղ եթե ուժով եթե չեմ սխալվում երրորդն ենք Բելարուսից, Ղազախստանն է, չէ՞, այնտեղ։ Այո։ Այսինքն դա լավ է մի կողմից, որովհետև այդ խմբի հաղթողը դուրս է գալիս, հա, Եվրոպայի առաջնություն, բայց ես մի քիչ լավ այդ ֆորմատը չեմ պատկերացնում։ A խմբում չեմ կարծում, որ մի թիմ դուրս գա, մնացածը դուրս մնա Եվրոպայի առաջնությունից։ Մի քիչ ավելի մանրամասն ես հիմա կփորձեմ ուսումնասիրել դատարան, ինչ է տեղի ունենալու այնտեղ եւ իհարկե ձեզ կներկայացնենք, թե ինչ սպասենք 2018 թվականից։ Հիանալի մրցաշար է, ինչպես բոլոր բարեփոխումները UEFA-ի, մի հիանալի բան է, բայց հետաքրքիր է, դա շանսերը ավելացնում է, իհարկե, եթե այդպես է, մենք կարող ենք այդ խմբում Ես ինչպես հասկացա, 4 խմբից պետք է դուրս գալ երրորդ խումբ, հա։ Հնարավոր է, այո։ Մենք հիմա կճշտենք, ես արդեն այդ ֆորմատը հիմա բացեցի, հա, կկարդամ քիչ անց կներկայացնենք, իսկ հիմա հերթական զանգը փորձենք ընդունել եւ տեսնենք ինչ կհնչի մեր եթերում մեր ունկնդրի կողմից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Հայկ ջան։ Բարև ձեզ, Տարոն։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Մի քիչ վատառողջ շնորհավորում եմ մեր ամբողջ զինված ուժերին, բանակի կազմավորման օրվա արդիվ, այդ թվում նաև ձեր Շնորհակալություն։ Ռադիովանի ամբողջ տղաներին, ովքեր որ ծառայել են։ Շնորհակալություն։ Այսօրվա խաղից 2-1 օգուտ PSG-ի։ 2-1 PSG, շնորհակալություն Տարոն, քեզ առողջություն։ Շարժվում ենք առաջ։ 56-001 հիշեցնեմ, որ այս ընթացքում մենք զանգեր ընդունում, դրա համար եղեք ակտիվ։ Շատ ակտիվ են մեր ունկնդիրները, մնում է հասցնել այդ ակտիվությանը։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Կարենի։ Շատ հաճելի է, Կարեն, լսում ենք ձեզ։ 1-0։ Օգուտ PSG-ի։
Շնորհակալություն Կարենին, գնացինք առաջ։ Խնդրում ենք, երբ զանգահարում եք ռադիո ընդունիչից փոքր ինչ Այո։ կողք գնաց։ Լավ է որ ռադիոյով լսում եք մեզ, բայց մի քիչ զանգելուց պետք է այդ հեռավորությունը պահպանել։ Իսկ Արսեն Վենգերին որակազրկեցին 4 խաղով։ Այդ մրցավարի հետ կռվեց։ Այո, հայհոյեց, բրթեց մրցավարին, երբ նրան հեռացնում էին այդ գոտուց Բարնլիի հետ խաղում։ 1-1 էր այդ ժամանակ, չէ, 1-0 հաղթում էր Արսենալը, երբ 11 մետրանոց նշանակվեց։ Հետո 7 րոպե ավելացրեցին եւ 11 մետրանոցի օգուտ արդեն Արսենալի օգտին եւ ես Արսենալի վրա խաղադրույք արել, մտածեցի ես ինչ են անում, հետո ասացի չէ, լավ են անում։ Այսինքն պետք է միջև վերջի րոպեն։ Այո, ֆուտբոլը այդպես է։ Արսեն Վենգերը 4 խաղով չենք տեսնի Վենգերին։ Էլի 4։ Էլի 4 թիվը հետապնդում է Արսենալին։ Տնես քանի երեխա ունի Արսեն Վենգերը։ 4 երևի։ 4 սիրուի։ Ընդունենք 2016-ի աշխարհի առաջնությունում 4.8 միլիարդ դոլարի տրանսֆեր է կատարվել, այսինքն 14951 ֆուտբոլային տրանսֆեր, 4.8 միլիարդ Հայաստանի պետ բյուջեից ավելի արտաքին պարտքից շատ։ Հայաստանի տրանսֆերները։ Եւ ամենացավալին այն է, որ Աֆրիկայում ամեն օր սովից մահանում են երեխաներ։ Ընդունենք 4-րդ զանգը։ Այո։ 5-րդն է, բայց ոչինչ։ Բարև ձեզ։ Գագիկն է, շատ հաճելի է, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ես էլ եմ շնորհավորում մեր զինված ուժերին, Շնորհակալություն։ բոլորին, ովքեր ծառայել են, ովքեր ծառայում են։ Երբ է ծառայել։ Ես ուզում եի անգլիական ֆուտբոլի մասին, որ նոր խոսում եք, ավելի լավն է, քան թե իսպանականը կամ ասենք միսը, բայց ճիշտ է, անգլիական ֆուտբոլը շատ դիտարժան է, արագ է։ Բայց եթե վերցնում ենք թիմերին անհատական, բարձվում է, որ իրանք թույլ են։ Դա չի խանգարում այդ շատ խաղերը կամ ինչ։ Հայկ Դումիքչյանը ճիշտ ասել, որ առաջ էին խաղում այդ խաղերը, չէ, բայց կարողնացություն հաղթում էին Չեմպիոնների լիգայում եւ այլն։ Հենց որ ինչ որ մի բան են չի անգլիական ֆուտբոլ։ Ճիշտ է, նայում ես խաղերը շատ արագ է, տեմպային, ամեն ինչ նորմալ է, բայց մի քիչ այն չի։ Մեկ էլ շատ ուրախացնում է, որ մեր խաղացողները լավ տրանսֆերներով դուրս են գալիս, դա մեզի շատ օգուտ կտա։ Հուսանք այդպես էլ կլինի։ Մեծ մասը լավ մարզավիճակում են, ինձ շատ ուրախացնում է Գևորգ Ղազարյանի մարզավիճակը, որտեղ ինքը շատ կարևոր ֆուտբոլիստ է, էլի։ Տեսնենք շուտով նրանց դաշտում կտեսնենք հավաքականի կազմում եւ ձեր կարծիքը Վիկտորինա։ Վիկտորինա երևի Պասեժի դաշտում է։ Այո։ Երևի 1-0 Պասեժն կա։ 1-0 Կարենի ասածը նույնը, երկու նույն հաշիվ, խնդիր չկա, կարող է։ Գագիկ շնորհակալություն զանգի համար։ Հաջողություն։ Մենք դեռ կունենանք Իվարո 5 րոպեն, Դիեգո Մարադոնան խոստովանել է, որ առաջին անգամ թմրանյութ օգտագործել է 24 տարեկանում, երբ Բարսելոնայում էր խաղում։ Տեսակ որտեղից է։ Այո, կեղտը պետք էր մաքրել Բարսելոնայից։ Եվ նա ասել է, եթե շարունակեի դա իհարկե շատ սխալ բան է, ես չպետք է անեի եւ այլն, եթե շարունակեի օգտագործել թմրանյութ, հիմա ես կենթանի չի լինի, բայց նաեւ ասել է, որ արդեն 13 տարի չի օգտագործում, այսինքն վերջի անգամ օգտագործել է 2004 Դե հավատանք թե չէ, դա ցանկացածից իրավունքն է։ Դե երկար ժամանակ չի եղել Բարսելոնայում։ Այո։ Հաստատ Բարսելոնայում այդքան հեշտ է թմրանյութ օգտագործելը։ Դե Մարադոնայի համանից ամեն ինչ է հեշտ է կյանքում, բացի լավ մարզիչ ելնելուց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի ռադիո ֆուտբոլի հաղորդավար։ Բարև ձեզ, սիրելի Արարատ 73։ Բարև ձեզ։ Մի անգամ հույսը չկար եւ Վիկտորինայի հաղթող չեղավ։ Հույս ջան, դու միշտ եղիր, որտեղ բոլորի հույսն է։ Իմ մասին էր նոր հասկացա, շնորհակալ եմ։ Կփորձեմ, Անհույս եթեր էր, էլի։ Հայք ես բոլոր եթերներին գալիս եմ։ Ծառայողներին եմ շնորհավորում։ Ես չեմ անում, ես ծառայող եմ, թե չէ ես ընդամենը 2 ամիս եմ եղել ինչա կոչվում Ուչեպկա։ Այո։ Այն էլ Հարևան Հանրապետությունում, Բաղդամում, որը հիմա մեր դիապետության տակ է։ Ուրա։ Եվ այս պոզիտիվ նոտայով խնդրում եմ ասեք PSG թե Մոնակո։ 0-0 հիանալի գրանցեցինք։ Շնորհակալություն Արարատին։ Գնացինք առաջ, արդեն 6 զանգ ունենք, ինչ չէ։ Իսկ Սուբոտիչը հեռացավ Բորուսիայից, նա գնաց Քյոլն։ Ով? Քյոլը, Սուբոտիչը։ Սուբոտիչը։ Հենց այսօր շաբաթօրով Սուբոտիչը։ Շաբաթօրով հեռացավ Սուբոտիչը։ Լավ, եթե Սուբոտիչը հեռացավ, եկեք մի զանգել ընդունենք։
տեսնենք ինչ կասի մեր ունկնդիրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսում ենք Տիգրանի հետ շատ հաճելի է Տիգրան, լսում ենք ձեզ։ Ուզում եմ շնորհավորել մեր հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ։ Միանում ենք։ Եվ կասեի 2-1։ 2-1 PSG։ Այո։ Շատ լավ։ Տարոնն էլի ասել, բայց կարող եք դուք էլ ասել, դա մեր կանոններին չի խախտում։ Շնորհակալություն Տիգրան։ Շնորհակալություն։ Գրանցեցինք, Հայկական ֆուտբոլից խոսալուց մոռացանք ասենք, որ նաև պարզ դարձան երիտասարդական հավաքականի մրցակիցները։ Մենք մի խմբում ենք ընդգրկվել Ռուսաստանի, Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Ջիբրալթարի հավաքականների հետ։ Ես միշտ տխրում եմ, որ մենք ռուսներդ մի խումբ ենք անգամ, չգիտես ինչու։ Ինչու։ Դե հազվադեպ ենք հաղթում եւ այդ խաղերը տեղ կսկսվեն։ Մենք ընդհանուր հազվադեպ ենք հաղթում, ընդհանրապես։ Չէ, Ռուսը կապ չունի, հա։ Կսկսվեն հուլիսի 13-ից այս տարվա եւ մինչեւ եկող տարվա հոկտեմբերի 16-ը Սերբիա-Հայաստան խաղով։ Հետևենք մեր հավաքականի երիտասարդականն էլ, պատանեկան էլ եւ իսկ հիմա հետևենք հետաքրքիր գովազդին։ Շուտով կվերադառնանք։ Շարունակում ենք եւ մենք հիմա փորձում ենք հասկանալ թե ազգերի լիգան ինչ է, ինչու համար է ստեղծվել, ինչի եւ ինչ լավ բաներ կարելի է սպասել։ Մի քիչ հետո ավելի մանրամասն կներկայացնենք։ Իսկ հիմա երևի այլ նորություններ, հա, քննարկենք, ինչ կա։ Օրինակ, Մորինյոն Մարսիալից դժգոհ է, գիտեիք։ Եվ նրա ապագան MU-ում շատ կասկածելի է, որովհետեւ վատ է խաղում Մարսիալը Մորինյոյի կարծիքով, ընդամենը 2 գոլ է խփել։ Բայց ինքը Մարսիալը ամեն ինչից գոհ է Մանչեսթերում, առավել եւս երևի աշխատավարձից, եւ իհարկե ուզում է մնալ, չնայած կան լուրեր, որ նա Սևիլիա կարող է տեղափոխվել վարձավճարով եւ կերևա ինչ կլինի արդեն ապագայում, բայց նա շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, մենք արդեն մի քանի տարի է նրան գինենք, բայց նա ընդամենը 21 տարեկան է, պատկերացրեք, 21 տարեկան եւ արդեն MU-ում է խաղում, իհարկե դժվար թե տարիքում միայն երևի Մեսսին, Ռոնալդոն եւ այդ կարգի ֆուտբոլիստներ են հիմնական կազմի ուժեղագույն թիմի։ Այո, նա ժամանակ միշտ չի որ տրվում, հա, եւ պետք է ինչքան որ տրվում է, այնքան է սպասելիք ունենա Մորինյոն։ Եթե միշտ խաղար հիմնական կազմում, այո, դժգոհությունը միանշանակ կլիներ, որ քիչ գոլեր է խփում։ Բայց հերթական հարցը ինչու են 60 միլիոնով առը նման ֆուտբոլիստի, որ հետո 2 տարի է լավ չէ։ Դե մինչև էդ են առը, չէ։ Ժոզեն Կարասի ես ինչ կապ ունի։ Չէ, Ժոզեն Կարասի, բայց MU-ն է, էլի։ Ժոզեն էլ պակասը չի, բայց Պոգբայի պահով։ Հա։ Անցնենք Աֆրիկայի գավաթին։ Անցնենք, այո։ Ճիշտն ասած այսօր տատանվում ենք, որովհետև ուզում ենք Սենեգալ Կամերուն խաղը։ Եվ ով կդառնա առաջին գոլը հեղինը։ Վիկտորինա դնեինք, որովհետև սա էլ հետաքրքիր խաղ է։ Բուրկինա Ֆասո Թունիս, Սենեգալ Կամերուն, Կոնգո, Գանա եւ Եգիպտոս Մարոկո, հա, սրանք են 1-4 եզրափակիչ։ 1-4 եզրափակիչ խաղեր են։ Եվ կիսաեզրափակիչ դուրս կգան Սենեգալը, ասում եմ էլի, Թունիսը, Սենեգալը, այստեղ երևի Գանան ամեն դեպքում Կոնգոին կանցնի եւ Եգիպտոսը Մարոկո։ Եգիպտոսը, բայց ասենք անակնկալ գրանցվեց, անակնկալներ Կոտ դ'Իվուարը զբաղեցրեց 3-րդ տեղ, 2 միավոր ընդամենը 2 ոչ ոքի։ Կոնգոն առաջի տեղ զբաղեցրեց, որին թերագնահատում է հիմա Արտուրը, Գանային ավելի է գերադասում։ Գանան իր խմբում երկրորդ տեղ զբաղեցրեց Եգիպտոսին։ Պարզվեց Եգիպտոսը ամենատիտղոսակիր թիմն է այս աֆրիկական գավաթներում։ Ովքեր չգիտեն, որ Եգիպտոսը Աֆրիկայում է։ Ովքեր չգիտեն եւ ովքեր չգիտեն, որ Հարավային Աֆրիկան չի խաղում։ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը չի մասնակցում այս մրցաշարին։ Ինչու։ Չգիտեմ, արդեն իրանց հարցը։ Ուղղակի։ Այդքանը չգիտեմ արդեն։ Նրանք ժամանակին դուրս են եկել Աֆրիկական կոնֆեդերացիայից ֆուտբոլի եւ չնայած հիմա չգիտեմ իրանք հաշվում են այդ կազմում թե չէ, բայց ժամանակին լուրջ կոնֆլիկտ կար եւ իրանք բայց լավ մարադաշտեր ունեն 2010-ից մնացած։ Եվ խաղում են մշտապես կարծես վերջի տարիներին աշխարհի առաջնություն։ Փաստացի երևի ամենաուժեղ թիմերից մեկն է, թե ոչ ամենաուժեղը Աֆրիկայում։ Դրա համար որ չկան, իհարկե դա հեռանալու մասին խոսեցիք, Մորատանալ իր հերթին է որոշել հեռանալ, եթե Զիդանը մնա։ Այո, կարծես ոչ բոլորն են համակրում Զինեդին Զիդանին, ամեն դեպքում Զիդանն էլ իր հայրենակցին է միշտ հիմնական կազմում տեսնում Բենզեմային, չնայած որ նույն խոսակցությունները կան նաև Բենզեմայի մասին, այսինքն կարծես կադրային լուրջ փոփոխություններ տեղի կունենա, իսկ Ռեալի երկրպագուները իմ կարծիքով շուտվանից են ակնկալում, որ մենք կունենանք վերջապես մի ինչ-որ կիլեր հարձակվող Վան Նիստելրոյի նման, որ ունեցել ենք։ Բա Քրիստիանոն։
Կրիստիանոն ավելի եզրային հարձակվող է, կենտրոնական հարձակվողի մասն է խոսքը, ինչպես օրինակ Սուարեսն է Բարսելոնայում։ Այդպիսի մի հարձակ։ Այո, իրոք Սուարեսի դեպքը ինձ կամ Լևանդովսկին Բավարիայում ֆուտբոլիստի ֆուտբոլում, ինչու, որովհետև երբ որ կար Մեսի, բոլոր հարձակվողները նրա օրոք ոնց որ երկրորդական էին, ավելի շատ օգնում էին ինչ որ իրանց վրա ուշադրությունը գրավել, տարածություն էին բացում եւ հիմնական ռմբարկուն Բարսելոնայից վերջի տարիները Մեսին է։ Միակ մարդը, որ կարողացավ դա փոխել, կոդրել, դա Սուարեսը եղավ։ Մեսի օգնությամբ, նաև պետք է իհարկե Մեսի օգնությամբ, բայց Մեսին համ օգնում էր, ամիքներ միշտ խփում սաղից շատ։ Եվ ինձ թվում է Ռեալում նույն խնդիրը կա, Ռոնալդոին անցնել է գոլերի քանակով անհնար է ֆիզիկապես։ Միգուցե Բեյլը քանի տարի հետո անցնի։ Եվ միգուցե այդ բացառիկ դեպքը Ռեալում երբեք չկրկնվի, ով ուզի խաղա, Մորատան, որտեղ Ռոնալդոն է միշտ գոլերի մեծ մասը խփելու։ Դա իր խաղային ոճից է, չգիտեմ, տակտիկական սխեմաներից եւ այլն։ Այսինքն ավելի շատ Բենզեմայի նման ֆուտբոլիստը պետք է օգնի Ռոնալդոին։ Այո, բայց Ռոնալդոին էլ իր հերթին որոշել են ժամանակի շուտ վաճառել 18-19 թվին։ Inside ունես։ Ինչու, որովհետև 21-ին ինչքան հիշում նրա պայմանագիրն ավարտվում է եւ քանի որ ավարտվեց ոչ մի լումա չի ստանա Ռեալը դրա դիմաց, մանավանդ 21-ից հետո երևի չեն ուզի նրան։ Միանշանակ նոր Ռոնալդոյի պայմաններն էլ չեն ընդունի, 36 տարեկան կլինի։ Նա հաստատ չի զիջի ինչ որ պայմաններում ավելին կուզի եւ դրա համար ժամանակից շուտ թեկուզ Չինաստանի առաջարկել մի քանի 100 կամ անժի, չէ՞։ Տարեկան բյուջեի չափով Ռեալի երևի։ Իսկ մնա 2018-ից հետո այդ մի քանի 100 միլիոն չի արժանամ։ Բայց ասում ենք միջև 21 թիվ պայմանագիր ունի, բայց Մեսին գիտեք միջև որ թվականը պայմանագիր ունի Բարսելոնայի հետ։ 28 միջև 2018 թվականի համար։ 18 Այսինքն 1 տարի է մնում որ Մեսի պայմանագիրը վերջանա եւ հիմա նրանք շատ ակտիվ բանակցություններ են վարում Բարսայի հետ։ Դե երկարացնի։ Շատերը ասում են նա դժգոհ է, շատերը ասում են նա ինչ-որ պայմաններ է դրել։ Հիմա ամեն երկրորդ հարցազրույցը Բարսայի ֆուտբոլիստների միշտ հարցնում են նրանք, հավատում եք որ Մեսին կմնա կամ կգնա եւ այլն։ Այսինքն մի բան եթե այն չեղավ, ինչ որ հարկայինները էլի նեղեն Իսպանիայի Մեսին, ասում են Գվարդիոլան շատ լուրջ համոզել է շեյխերին շատ մեծ գումար տալ Մեսի համար։ Այսինքն կարող ենք ամենախոշոր տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ տեսնել, իհարկե երևի ոչ ոք դա չի ուզի։ Մեսին ինքը չի գնա իմ կարծիքով։ Մեսին ինքը իմ կարծիքով չի ուզի, որովհետև էսեն դեպքերից է, որ Բարսելոնան իր համար ոչ միայն ֆուտբոլային ակումբ է, այլ նաև տուն։ Այո։ Ու ավելին, այո։ Ինչպես Արգենտինայից էլ առավել կարող եմ ասել, որ նա հարմարվել է այդ թիմում եւ ավելի շուտ Բարսելոնայի նախագահը կհեռանա, քան Մեսին։ Ցանկացած այլ անց, չէ՞։ Իսկ դու տեսնում ես Մեսին այլ թիմում, ոչ պատկերացնում եք։ Շատ կարող ենք պատկերացնել Master Liga խաղան կամպյուտերով պատկերացնել։ Իսկ թվում է եթե Մեսին հասնի այդ վիճակին, որ Ռաուլի նման արդեն նրան փոխայնող լինի եւ նա չլինի այդ աս ֆուտբոլիստը եւ ուզենա միևնույնն խաղան, նա կգնա Բարսելոնայից այնպիսի թիմ, որտեղ նա կունենա հիմնական մշտական խաղաժամանակ։ Շալկե 0-4։ Բայց պատկերացնում եք Մեսին չունենա աշխատաժամանակ, խաղաժամանակ։ Հայկ ջան, բոլոր ֆուտբոլիստներն էլ ինչ որ ժամանակ սկսել մարել եւ Մեսին 20-30 տարեկան է այս տարի դառնում, լավ թող 3-4 տարի հետո արդեն կսկսի։ Իմ կարծիքով Մեսին մինչև 40 էլ կարող խաղալ, ինչու, որովհետեւ փոքրան մարմինն է, ճկուն է, իսկ Ռոնալդոն ինչ որ ավելի գաբարիտնի է, իմ կարծիքով է, ավելի բարդ է նրա, այո, ֆիզիկական։ Իսկ Մեսին ցույց տվեց ժամանակին, նա 20 տարեկանում հիշում եք, դրիբլինգներ էր անում, որ ոչ ոք չէր անում, բայց հիմա նա այնպես հետ քաշված է խաղում, որ ինձ թվում է տարիներ հետո արագությունն է որ ընկնենք, կարատեում նա խավի կարգի խելացի ֆուտբոլիստ է։ Բայց անգամ խավին 35-ից հետո չմնաց իսկ։ Այո, 35-ից հետո, բայց հիմա Մեսին դեռ 30-ն է, չէ՞ նոր 30-ը է դառնում այս տարի, թե լրանում է։ Այսինքն նա կարող է իր դիրքն էլ շուտով փոխել, չնայած հիմա ֆիզիկապես շատ երիտասարդներից էլ ուժեղ է։ Այսինքն նա ապագա ունի, հիմա parza կարող է ինչ-որ տարիքում արդեն լքի։ Մի բան էլ կա, որ կարող է եւ ուրիշ թիմ գնալու հետ կապված։ Մենք տեսնում ենք ուրիշ թիմը Մեսի, դա Արգենտինայի հավաքականն է, որտեղ նա վատ չի խաղում, բայց չի ստացվում թիմային ընդհանուր արդյունք գրանցել։ Այդ ուրիշ թիմ տեղափոխվել իմ կարծիքով ինքն էլ է տեսնում, որ եթե տեղափոխվի օրինակ City կամ Chelsea, չգիտեմ, այլ ակումբ, կարող է ինքը շատ լավ խաղա, բայց խաղանկերները չկարողանան այնպես հասկանալ, ինչպես այսօր Բարսելոնայի խաղանկերներն են իրեն օգնում։ Միգուցե այդպես լինի, բայց ես Արգենտինայական հետ կապված նշեմ, որ 3 ամենախոշոր մրցաշարերում 3 անգամ անընդմեջ եզրափակիչ դուրս գալ, դա մեծական արդյունք է։ Մեծամասամբ։ Մեծամասամբ, հա, միայն չէ, բայց մեծամասամբ, իսկ են որ բոլորս գիտենք ում պատճառով չի լինում գոլ խփել եզրափակիչում։ Այո։ Կներեք, այո, կարող է նա Մարադոնայի նման խփել, չնայած Մարադոնան էլ եզրափակիչում այնպես չէ որ գոլ է խփել աշխարհի առաջնության, բայց
Բայց Կանի ջան գոնե Մարադոնային օգնում էր։ Փոխանցումից խփել է, էլի։ Եվ տղեկը կողքից օգնում էին դիան։ Իսկ Հիգուայնը մի քիչ հակառակն էր անում, դրա համար ճակատագիրը այսպես եղավ Մեսսի։ Այո։ Գնում ենք գովազդի կվերադառնանք շարունակ։ Գոնակ Վիվարո 5 րոպեն եւ մեզ Հայկը կպատմի թե ինչպես են Միջեմը կարդում բայց չեմ հասկանում։ Լավ, գնացինք։ Ռադիոյի 5 րոպե, տեսնենք ինչ է Վիվարոն խոստանում PSG Մոնակո խաղում։ Paris Saint-Germain-ը արդեն նշեցինք, որ տանն է խաղում, նաեւ դա է նպաստել, որ նրա հաղթանակի հնարավորությունը գնահատում է Վիվարոն 1.66 գործակցով։ Առաջին տեղում գտնվող Մոնակոյի հաղթանակը 4.78 գործակից է, իսկ ոչ ոքին 4.13 գործակից է։ Կրկնակի հնարավորության դեպքում, եթե Paris Saint-Germain-ը չի պարտվի այս խաղում 1.17 գործակից, եթե ոչ ոքի չի գրանցվի այս խաղում երկու թիմերից մեկը կախտի 1.23 գործակից եւ եթե Մոնակոն չի պարտվի 2.18 գործակից է։ Գնդակները, եթե 2.5-ից շատ գնդակ կլինի 2.25 գործակից է եւ եթե 2.5-ից քիչ գնդակ կլինի 1.6 գործակից է, այսպիսի գործակիցներ տալի, եթե երկու թիմերն է գոլ կխփեն 1.65 գործակից է եւ եթե երկուսից մեկը գոլ չի խփի 2.1 գործակից։ Շատ լավ, իմ կարծիքով PSG-ն չի պարտվի, բայց շատ ռիսկային խաղ է, որ Մոնակոն առաջատարն է, Մոնակոն առաջի տեղն է, բայց 3 միավոր է տարբերությունը, այսինքն եթե PSG-ն հաղթես, հավասարվում պայքարը վերջսկսում է, Ունայ Էմերին հույսեր է պահպանում իր պաշտոնը պահել եւ այլն։ Գոլերի քանակով շատ գոլեր է խփում Մոնակոն։ Ես դեռ սխալ ասացի, հայ, շատն է 1.6 գործակից։ Այո, քիչ է 2.25, որտեղ Մոնակոն 64 գոլ է խփել 21 խաղում։ Բայց Մոնակոն ինձ քաշեց Եվրոպայի Չեմպիոնների լիգայում խմբային փուլում գոլ չխփեց վերջին խաղում։ 3 գոլ միջինում մի խաղում, դա ֆանտաստիկ արդյունք է։ Իսկ Նիցան, որը երկրորդ տեղում է, խփել է 2 անգամ քիչ, կամ 35 գոլ է խփել։ PSG-ը 41, այնպես չէ որ շատ։ Այսինքն Մոնակոյի հարցակողական գիծը ուղղակի հիանալի արդյունք է ցույց տալիս, բայց գոլեր են բացվում 21 գոլ։ Այսինքն այս խաղում 2.5-ից շատ գոլ կլինի։ Տրամաբանական է, դա տրամաբանական է։ 1.6-ը կաշխատի։ Լավ, հիշեցնենք որ կատարում ենք խաղադրույքներ աճույքի համար, իսկ ես ասում եմ այդ Parc de France մարզադաշտում դիտել եմ Թուրքիա Խորվաթիա խաղը։ Այո։ Երա ինչ խաղադրույք կանեց եթե։ Ինձ թվում է Մոնակոն կհաղթի Parc de France-ում։ 4.78 գործակցի տակ այսօր 2000 դրամ հաճույք է։ Իսկ որ Մոնակոն կհաղթի ինչքան է, շատ քիչ է, որ PSG-ն կհաղթի շատ քիչ է։ 1.66։ 1.66 շատ չի, բայց ռիսկային է համաձայն եմ։ Ընդունենք զանգ։ Եթե հաղթում է հավասարվում։ Եթե հաղթում են, հավասարվում են, բայց պետք է առաջ գնա, Մոնակոնը կարող է, գիտեմ, պատժի եւ այլն։ Մի խոսքով։ Ընդունենք զանգը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Հարութի հետ, Շատ հաճելի շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կապակցությամբ։ Այո։ Միանում ենք շնորհավորանքներ։ Եվ Հարութ հենց այս բան լայք դրեց իմ Facebook-յան գրառմանը։ Համ խոսում ես, համ լայքում ես։ Նոր ես գրել եռա։ Չէ, շնորհավորել էի բանակի։ Հարութ, լսում ենք ես PSG Մոնակոյի դեմ։ PSG Մոնակո կարծում եմ 2-2 կավարտվի։ 2-2։ Հույս ունեմ այս տարի գոնե PSG-ն չի դառնա չեմպիոն, որ մի քիչ հետաքրքրանա այդ առաջնությունը։ Ոչ ֆրանսիական թիմ կդառնա Ֆրանսիայի չեմպիոն, ինչ անտրամաբանական բան է, չէ։ Այո։ Կարող է։ Շնորհակալություն Հարութ զանգի համար, գնացինք առաջ եւ եւս մեկ զանգ երևի կընդունենք, արդեն որ 10-ի հասցնենք։ Դանիել ասաց 2-0։ 2-0 Դանիելը Օգուտ PSG-ի միանգամից երկրորդ զանգը ընդունենք եւ անդրադառնանք ազգերի նացիային, հասկանանք ինչ է դա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Յորինվա Ամինաու, ինչպես երկու բեր ստացվում։ Այո։ Շնորհավորում եմ բոլոր ռադիովանի տղաների, որ ծառայել է տոնը։ Շնորհակալություն, միանում ենք։ Հանրապես բոլորին զինվորից միջև գեներալ։ Նույնիսկ գեներալ լեյտենանտ։ Այո։ Գեներալ գնդապետ։ Վերաբերվում է Ֆրանսիա, այդ խաղին Ֆրանսիան այդքան չէ մեծևում, խաղարկությանը 1-1։ 1-1 գրանցեցինք։ Արմենը դա ասել է, դուք երկրորդ տեղով։ Այո։ Կրկնում եք։ Շատ լավ, Նորիկ, շնորհակալություն զանգի համար։ Եվ եթե հասցնենք մեկ զանգել կընդունենք, եթե ոչ, դե կներեք։ Հիմա ազգերի լիգա։ Մինչև ազգերի լիգան ես առաջ ընկնեմ եւ ասեմ, որ այսօր Ջանլուիջի Բուֆոնի ծննդյան օրն է, դարպասապահ։ Այո, ով ինչքան մեծանում է, այնքան ավելի լավ է սկսում խաղալ։ Ինչպես ասում են, լավ գինու նման։ Լավ Բուֆոնի նման, լավ դարպասապահի նման։ Վերջերս Twitter-ում հետևում էի նրա ու Կասիլեսի գրառումը, ասում է ով էր FIFA-ն էր ոնց որ ճանաչել է վերջի տարիներին իրեն ու Բուֆոնի լավագույն դարպասապահներ։ Կասիլեսը գրեց
Բուֆոնին գրես Twitter-ում, ասես տեսել ես ինչ են նրանք ասել, բայց ես կարծում եմ որ դու ես լավագույնը, դու ինչ կասես, Բուֆոնին էր հարցերը, Բուֆոնը պատասխանել եղբայր, մենք երկուսս էլ լավագույնն ենք։ Այսինքն Գազիլը սերվիս սպասում էր որ նա էլ իրեն կհամարի, բայց Բուֆոնը շատ խորամանկ պատասխանել։ Բայց ապրի Բուֆոնը վրա անկեղծ է։ Այո։ Եվ ասել Գազիլը շոպլիկ է։ Իսա անկեղծ է, իրականում կարող էր ասել Գասիլիասին կարող էր ասել ես առանձնապես հավանում քո Պորտոյի խաղերը։ Չէ, իրոք Բուֆոնը պետք է ասեր մերսի, ես համաձայն։ Շնորհակալ եմ համաձայնում քո հետ, այդ լրիվ անկեղծ կլներ երևի։ Նաև Ջեմի Կարագերի ծննդյան օրն է, սերոփիական ջկանջ։ Իսկ մենք իմացանք, որ Հայկը Twitter-ում նայում է թե ով ինչ է գրում։ Ես գիտեի շատ པարզ էր, նես չէ որ ես անձնական նամակագրության մեջ եմ։ Դու կարող ես նրանց երկուսին էլ գրել։ Մի կրվեք երկուսը դե ճիշտ է։ Կարող եմ, բայց ես հայերեն մի օր կգրեմ հենց նրանց։ Կամ Նոերն է, լավ է։ Ես գիտեմ որ Պիկեն է մի անգամ հայ ինչ որ երկրպագու գրարմանը պատասխանել։ Ну, եթե դա Photoshop չէր։ Ես մի քիչ չեմ հավատում։ Տեսել եմ նա մերսի էր գրել, անգլերեն տարերով, չէ, անգլերեն տարերով։ Մերսի ախպեր ես։ Բայց իրականում որ հաշվի առնենք Պիկեն 10 օր Երևանում ապրում էր, Իսպանիայի։ Հնարավոր է լսել եմ այս շնորհակալություն մերսի։ Լավ, ազգերի նացիա, արագորեն, հա, փաստորեն հասկացանք ինչ է տեղի ունենալու է։ 4 թիմ են դուրս գալու։ 4 թիմ են դուրս գալու, այս խմբերի միջև խաղերը լինելու են միջազգային ընկերական խաղերի ժամանակ։ Այսինքն իրականում UEFA-ն շատ լավ բան է մտածել։ Նրա փոխարեն որ ամեն մի առանձին հավաքական, ինչպես Հայաստանի եւ Ուզբեկստանի, առանձին պայմանավորվեն իրար հետ, համաձայնեցնեն, հետո չեղյալ համարեն այդ խաղը եւ այլն։ UEFA-ն սահմանել է որ դուք բաժանվում եք 4 խմբի եւ ընկերական խաղերի օրերը դուք իրար հետ խաղեր եք անցկացնելու, բայց դրա համար միավորներ եք ստանալու եւ ինչ է ամենակարևորը հաղթողները բոլոր խմբերի, այսինքն 4 խումբ է, 4 հաղթող, դուրս են գալու միանգամից Եվրո 2020։ Այսինքն Հայաստանը ամենաթույլ խմբում է, ինչը լավ է այս առումով, կարող է հաղթել եւ դուրս գալ Եվրո 4 թիմ ընդամենը, այս ամբողջ 50 քանի թիմից։ Եվ մնացած թիմերը, իսկ դրանք 20 թիմ պետք է լինեն, որտեղ 24 թիմ է Եվրոն խաղում։ Սովորական ընտրական փուլով, ոնց որ գիտենք, էլի բաժանվելու են խմբերի եւ արդեն պաշտոնական խաղերում parzեն ով է դուրս գալիս, երկուական թիմ ամեն խմբից։ Հիմարություն լրիվ։ Ինչի՞։ Լավ է, բայց ի՞նչն է վատ դրա։ Ես այդ չեմ հասկանում։ Ճանապարհները ի՞նչն է վատ։ Այնպես են անում, որ նախընտրական փուլը վերանա։ Միանգամից վերանում, էլի 20 թիմ նախընտրականում դուրս է գալիս։ Չէ, իմ կարծիքով ստեղ մրցակցությունը ավելի թուլանալու է։ Ինչի՞։ Դե ստեղծելով անընդհատ բարենպաստ պայմաններ, քան հավաքականները իրենք պետք է ուժեղանան եւ փորձեն ավելի դժվար ճանապարհով հասնեն հիմնական փուլ։ Լավ, ես հասկացա, որ Վերան ու Արտուրը փոփոխություններին միշտ դեմ են։ Չէ, մենք կոնսերվատիվ, ռադիոֆուտբոլի կոնսերվատիվ թևը կազմում է Արտուրը եւ Վերան։ Մենք Պլատինի եւ Ինֆանտինոյի այս նորարարություններին ենք։ Չէ, գիտեք ոնց է, թող լինի ֆուտբոլ ու ստեղծեն մեկ այլ մարզաձև եւ անընդհատ նման բաներ անեն։ Կամ տունը իրենց ընտանիքի անդամների հետ փորձել։ Իսկ UEFA-ի աշխատողները մի փոքր ֆուտբոլից հասկանում են։ Չես կարող ասել, որովհետեւ հայ երբ Ավելանժը հոկեյի բանում ֆեդերացիա։ Ավելանժը հեռացավ FIFA-ի նախագահի պաշտոնից, շատ լավ գիրք հրատարակեցին նրա մասին, որտեղ բոլոր նրա ձախողումները, մախինացիաները եւ ամեն ինչ գրվեց։ Իմ կարծիքով բոլորը այս նախագահները որ լինեն նրանց այդ նույն բանն է սպասում։ Լավ, Դանիելը մեզ ասում է, որ ինչքան էլ հաճելի է տոնական օրեր, մենք պետք է հրաժեշտ տանք եւս մեկ անգամ շնորհավոր բոլորին բանակի տոնի արդիվ, այո մենք ունենք բանակ, սա շատ կարևոր բան է, կարևորը մեր սահմաններին խաղաղություն, մեր զինվորներին առողջություն, իսկ դուք իհարկե պետք է սիրեք ֆուտբոլը։ Կհանդիպենք երեք շաբթի։